Լիլիա, այսօր մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիների ընթացքում աղքատությունը չի կարողացել նվազեցնել նույնիսկ 2.4%-ով եւ բնականաբար սրան արձագանք եղավ իշխանություններից, մասնավորապես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էր իր էջում տեսանյութ հրապարակել եւ փորձել այսպես ասած հերքել այս տեղեկատվությունը եւ իդեպ մի այսպիսի մի թիվ էր նշել, որ 2018 թվականի մայիսին Հայաստանում եղել է 563,000 աշխատատեղ, իսկ արդեն 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ 810,000 աշխատատեղ, աճը 44% եւ նշել էր, որ դրանք իրական աշխատատեղեր են։ Սա իսկապես իրական աշխատատեղեր են, թե նաև այդ ստվերից դուրս եկած աշխատատեղերը կարող են լինել, ով է սուտ, ով է ճիշտ այս պարագայում։ Շատ լավ, եթե աշխատատեղերից գանք, ապա իրականում բավական մեծ է հենց ստվերից դուրս եկող աշխատատեղը, ինչ է դա նշանակում, որովհետեւ մեր լսողներին էլ, հասկանալի ավելի լինի, այդ աշխատատեղերը եղել են, մեծամասամբ առնվազն եղել են։ Հետևաբար դա աղքատության պատկերի վրա, ասել, որ աշխատատեղերն ավելացել են եւ հետևաբար աղքատությունը այդ համատեքստում եւ այդ պատճառով կրճատվել է, իհարկե օբյեկտիվ չէ ամբողջությամբ, որովհետեւ դրանք եղել են նաեւ անժամանակ, եղել են ստվերում, այլ բան է, որ ստվերից դուրս գալը լավ է, իհարկե, բայց թողնենք, դա լրիվ այլ քննարկման խնդիր է։ Ինչ վերաբերում է աղքատությանը եւ աղքատության նվազեցնել, չնվազեցնելու այդ խնդրին, իրականում արդեն է ստեղծված է որոշակի փակուղային իրավիճակ եւ ունեմ տպավորություն, որ գուցե նաեւ հատուկ Ուրեմն մեզ մոտ աղքատության մեթոդաբանությունը հաշվարկի վերջին, այսինքն այս իշխանության օրոք 2 անգամ փոփոխվել է։ Հետևաբար փոփոխված մեթոդաբանությամբ դուրս եկած վիճակագրությունը համադրելի չէ նախորդ ժամանակաշրջանի վիճակագրության հետ։ Ամենաթարմ օրինակով 2024 թվականի վիճակագրությունը, որը վերջերս հրապարակվեց Արմստատի կողմից, վիճակագրական կոմիտեի կողմից, եւս փոխված մեթոդաբանությամբ էր եւ հենց պետական այդ վիճակագրի կողմից կար հստակ նշում տողատակում, որ սա փոխված մեթոդաբանությամբ է, հետևաբար նախորդ ժամանակաշրջանի ցուցանիշների հետ որևէ կերպ համադրելի չեն։ Այլ է խնդիրը, որ եթե մեթոդաբանությունը փոխվում, ինչու այլևս փոխված մեթոդաբանությամբ նախորդ ցուցանիշները չեն վերահաշվարկվում, որպեսզի այդ համեմատություն կատարողը հստակ եւ օբյեկտիվորեն հասկանա մեզ մոտ պատկերը ինչպիսին է, փոխվել է դրական, թե բացասական ուղղությամբ։ Միանշանակ համաձայն եմ, որ աղքատության հետ կապված մենք իսկապես ունենք լուրջ խնդիրներ եւ սրանք պարզապես տեսական խոսքեր չեն։ Բավական է միայն հիշել, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը այսօր գերազանցում է 80,000-ը, դրա կողքին հիշել, որ միջին կենսաթոշակի չափը 49,000 դրամ է։ Ես էլ չեմ անդրադառնում առանձին, ուրեմն թոշակառուներին, ովքեր նվազագույն թոշակ են ստանում, չեմ անդրադառնում նվազագույն աշխատավարձ ստացողներին, այսինքն միայն այս երկու ցուցանիշները միջին առումով տալիս են այդ պատկերը։ Եվ ի վերջո վերջին ժամանակաշրջանում մեզ մոտ ձևավորված, այսպես ասած, աշխատող աղքատի կատեգորիան, երբ չնայած կայուն եկամտին, այսինքն այդ նույն աշխատանքի առկայությանը, բայց առաջին անհրաժեշտության ապրանք ծառայությունների թանկացումներն այն աստիճան են, որ մարդիկ պարզապես այդ կենսական ապահովման կարիքների բավարարման առնվազն բավական մեծ դժվարություններ ունեն։ Հետևաբար աղքատության եւ առհասարակ բարեկեցության, եթե այդ համատեքստից ենք նայում, մենք ունենք լուրջ խնդիրներ, որոնք իսկապես լուծման կարիք եւ անհրաժեշտություն ունեն, իրական լուծումների մասին է խոսքը։